Ամանորյա ողջույններ, իմ փոքրիկ բարեկամներ, ողջույններ Քերի մուլտիկնիկի անունից, ողջույններ Ձմեռ պապիկի անունից, նաև ձեզ ողջունում են, միշտ գիտեք, ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, Մելոգրանո ապրանքանիշը իր iBank-ի մակարոնչիկներով հանդերձ։ Սիրելի փոքրիկներ, ձեզ նաև ողջունում է մեր ժամապահ Քերին։ Ժամապահ Քերին շատ բարի է, այսօր եթերային երկար ժամանակ կտա, որովհետև ամանորյա նվերներ ունեք դուք։ Հիմա կասեմ թե ինչ։ Գիտեք իմ փոքրիկ բարեկամներ, 2023 թվականի վերջին հաղորդումն է, մուլտիկնիկ հաղորդումը։ Եվ Ձմեռ պապը Քերի մուլտիկնիկի հետ միասին ձեզ անակնկալ նվերներ է պատրաստել։ Տեսեք, Սուր թատրոն, մանկապատանեկան թատրոն ստուդիայի սաները այստեղ են գտնվում, նրանք էլ ձեզ նվերներ ունեն, հեքիաթի տեսքով, դե, եկեք այսպես որոշենք, նախ Թամարա Մնացականյանը ուզում է ձեզ ներկայացնել մեր Հայաստանի Հանրապետության մասին, թե ինչ է, ինչ ասել է Հայաստանի Հանրապետություն, դե փոքրիկներ կան, որ գիտեն, թե ինչ ասել է Հայաստանի Հանրապետություն, այդ առիթից օգտվելով Քերի մուլտիկնիկը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության գալիք 2024 թվականը եւ Սուրբ Ծնունդը։ Իսկ Թամարան կներկայացնի ամենափոքրիկներին իրենց հայրենիքը։ Եկեք լսենք մեր Թամարային, հետո ձեզ գեղեցիկ, համեղ, զվարճալի հեքիաթներ են սպասում։ Գնացինք պատուհան էջ լսելու Թամարային։ Բարև ձեզ, սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ, ձեր հետ է Թամարա Մնացականյանը, Քերի մուլտիկնիկի օգնականը։ Ես ձեզ կներկայացնեմ մեր հայրենիքի Հայաստանի մասին։ Հայաստանը առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, այն երկիրը, որը մարդը ծնվել եւ ապրում է, որի քաղաքացին է, դա հայրենիքն է։ Հայրենիքը սկսվում է ընտանիքից, սիրելիից, մտերիմներից եւ շրջապատից։ Հայրենիքը ամեն մեկիս մեջ է։ Եթե սիրում ես հայրենիքդ, ուրեմն սիրում ես նաեւ լեզուդ։ Հայրենիքը մեր օդն է, ջուրը, հացը։ Հայաստանը հարուստ է պատմական եկեղեցիներով, վանքերով, հուշարձաններով, սարերով եւ ձորերով։ Ես հայ եմ ու իմ հայրենիքը Հայաստանն է։ Հայ եղել է, կա եւ կլինի։ Մենք հպարտ ենք, որ հայ ենք։ Ցտեսություն, միշտ օր հանդիպում։ Դե, սիրելի փոքրիկներ, եթե մեր հաղորդումը ռետինե լիներ եւ ձգվեր, երկար լիներ, Հայաստանի մասին կարելի է շատ երկար խոսել։ Օրերով նորից շնորհավորենք մեր Հայաստանի Հանրապետությանը, նրա գալիք նոր տարին 2024 թվականը թող լինի խաղաղության տարի։ Հիմա եւս մեկ ամանորյա անակնկալ նվեր ամենափոքրիկների համար։ Այն ձեզ կնվիրի Սուր թատրոն ստուդիայի փոքրիկները։ Ճապուրն ու մրջունը վայելեք։ Աթաբեկ Խնկոյան, ճպուրն ու մրջունը, թրի վրի մի ճպուր, ողջ համարը շուր ու մուր, երկեց, ճռած, ճռճռած, մինել ըհը ձմերը, փռեց իրեն թևերը, բոցեց գորգը սպիտակ, դաշտերն առավ ձյունի տակ։ Անցան պայծառ օրերը, էլ որն ասեմ, էլ որը, երբ ամեն մի թփի տակ, թե սեղան կար, թե օթյակ։ Եկան օրեր ցկտաշունչ, ճպուրն ընկավ լուր ու մունջ, քաղցած փորին, էլ ինչ երկ, ցուրտը
Լավ, ոտ ու ձերք։ Զնգր թողալով, ծանր սողալով, նա մրջունին ասում է, գլխիդ մոտող սանամեր, մի ճարարը շունչ առնեմ, ցրտից սովից չմեռնեմ, կերակրի, տաքացրու, մինչև գարուն ապրեցրու։ Ինչ խաբար է, Սանիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցիր ամառը, ասա ինչն էր պատճառը։ Այդպես բանի սանամեր, իր ժամանակով ուներ, են խոտերում բուրավետ, երգում էր մերանց հետ։ Ուրեմն դու։ Այո, ես, ողջ ամառը դեն ու դես, երգում էի մշտապես։ Երգում էի շատ բարի, այժմ էլ վռնի վերվերի, քամին ծապ տա դու բարի։ Խղճո ինձ։ Խնկո ապոր առակն այս, խորուրդ է մեծ ծույի մարդկանց, որ ամեն մարդ գիտակցի, ով աշխատի նա գուտի։ Կարծում եմ ձեզ հեքիաթ ներկայացումը դուր եկավ։ Դեռ էլի նվեր ունեք մեր ծուր թատրոնի սաների կողմից։ Նրանք բեմադրել են Սուտասանը հեքիաթը, ըստ Հովհաննես Թումանյանի։ Եկեք դիտենք այս հեքիաթը, հետո կասեմ, թե ինչ ենք անելու։ Իսկ հեքիաթային աշխարհ գնալու համար քերի ինչ կախարդական խոսք ենք ասելու։ Քերին այնտեղից ասում է Ալբուլդա։ Դե Ալբուլդա։ Ծուր թատրոնը ներկայացնում է Հիմարաստանի թագավորը ըստ Հովհաննես Թումանյանի Սուտասանը հեքիաթի։ կար չկար, մի թագավորություն կար։ Այս թագավորության թագավորը շատ միծամիտ ու խաղամոլ է լինում։ Ամեն օր նա իր նազիր վեզիրի հետ թղթախաղ է խաղում։ Ինքն էլ անարդար, որ հաղթի, սրանց ռոճիկները չտա։ Սրտի 6 թագավորն ապրած կենա։ Սրան կծածկենք սրտի տուզով։ Տուզ։ Բախաչի տուզին ինչով կծածկեք տերիմ։ Խաչի տուզին էլ խաչի թագավորով։ Խաչի թագավորով։ Չի ծածկում։ Ոնց։ Էհա, տուզը արքայից բարձր է։ Ինչ։ Նազիր։ Ես եմ։ Վեզիր։ Ես եմ։ Մեր թագավորության տերն ու տիրակալը ամենաբարձրը ով է։ Դու տերդ պայծառափայլություն։ Դե ուրեմն խաչի արքան գլխատում է խաչի տուզին եւ խաղը հաղթում է ով։ Հիմարաստանի արքայից արքա Նազար 14-րդը։ Ապրեք իմ հավատարիմ Նազիր Վեզիր։ Ձեր կուտակված պարտքերը կներեմ։ Հա։ Բայց ինձ համար մի այնպիսի մրցույթ խաղ օրինեք, որ ես իմ թագավորության ժողովրդի գլխին մի այնպիսի խաղ խաղամ, որ բոլոր ուզեն հաղթեն ինձ, բայց չկարողանան։ Դե մտածեք։ Այս նազիր վեզիրը գլուխները այս պատին են խփում, այն պատին են խփում։ Համա մտքներին բան չի գալիս։ Հա, մտածեցիք։ Իհարկե։ Դե ասա։ Իհարկե ոչ։ Մտքներիս բան չկա, ողոր մաստեր։ Նազիր, դու ասա։ Որ իմանամ, ինչ պիտի ասեմ, կասեմ, որ չգիտեմ, ինչ ասեմ, տեր։ Ձեզնից Պողոս, Պետրոս դուրս չի գա։ Եկեք ես ասեմ, թե ինչ խաղ խաղանք այս ժողովրդի գլխին։ Ուրեմն, այսպես մի հրովարտակ կգրենք։ Գրի։ Ես Հիմարաստանի թագավոր Նազար 14-րդս 14-րդս Իլուր ամբողջ թագավորության հրովարտակով դիմում եմ իմ ժողովրդին։ Ժողովրդին Հիմարաստանի արքա
1014-րդը իր ամբողջ թագավորության հրովարտակով դիմում է իր ժողովրդին, անկախ սոցիալական դիրքից, ով այնպեսի սուրտ ասի թագավորին, որ նա չհավատա, եւ ասի սուրտ է, իր թագավորության կեսը կտա այդ մարդուն, ստորագրված է եւ կնքված է արքայի մատանիով։ Այս լուրը տարածվում է ամբողջ թագավորությունում։ Դե ով չէր ուզենա հաղթեր ու թագավորության կեսի տերը դառնար։ Եկան, հերթ կանգնեցին Հիմարաստանի բոլոր սուտասանները, որ հաղթեն այս անհաղթելի խաղում։ Առաջինը թագավորի մոտ եկավ թագավորության նախինների գլխավոր սուտասան Չոբանը։ Բարաջոհում, թագավոր Արթար։ Իմ պապը ինձ նման վաստակավոր Չոբան է եղել։ Ինձ նման անտաշ ու գրեհիկ։ Կամաց վայրենի։ Համա մի կոպալ ուներ, մեծ, երկար, ինքան երկար, որ հասնում էր միջև լուսին։ Վայ քո արա, այս տեսակ սուտ երբեմիցե չէի լսել։ Սուս մնա։ Շարունակիր, խղճով մարդ էր, լուսնին չէր կպնում։ Համա իր այդ երկար գավազանով աստղերն ու երկինքը խառնում էր իրար, ոնց որ տատը սպաս խառներ, հավատում ես։ Գիժանտեր, ով կհավատա այս անիմաստ պատմությանը։ Ես հավատում եմ։ Իմ պապն էլ մի հատ չիբուխ ուներ, երկար, այնքան երկար, որ գահին նստած, արեգակից վառում էր չիբուխը ու ծխում, հավատում ես։ Ոնց սպորտը տեղը դրեցիր։ Գնա քո էքյատները քո ոչխարներին պատմի։ Հովին ճանապարհում են վզակոթին տալով։ Հաջորդը ներս է մտնում թագավորության հայտնի որսորդ Սուտլիկ Որսկանը։ Թագավորն ապրած կենա։ Ուրեմն, հորս կնունքով, մորս ծնունդով վեր կացանք մի օր, 5 ու 6 հոգով, թրով թվանքով որսի գնացինք։ Այդ պատմությունը լավ գիտեմ։ Որտեղից գիտեք արքա։ Թումանյանն էր պատմե։ Գիտեմ, բադ էիք որսացե։ Բադ։ Դու բադ մի ասի, մի գոմ է շասա։ Գիտեմ, ոչ ոք չկարողացավ շալակել, դու շալակեցիր, գնացիք։ Հաբա պղինձը։ Անտակ։ Բա պրինձը։ Մի հատիկ։ Հավատում եմ նաև, որ վրա տվիք, կերակ, ոչ աչքներդ բան տեսա, ոչ բերաններդ բան մտավ, հավատում եմ։ Սուտլիկ Որսկանին էլ ծաղրելով ճանապարհեցին։ Ու հաջորդը ներս մտավ Հիմարաստանի նորաձևության վարպետ Դերցակ Թելիկյանը։ Ներողություն արքա, ես վաղ պիտի գայի ուշացա։ Երեք շոտ օնձրև եկով, կոյծոկները տրոքեցին, երկինքը պատրվեց, գնացել էի կարկատելու։ Հավատում եմ, բայց լավ չէր կարկատե։ Այս առավոտ էլի մի քիչ անձրև եկավ, կատ։ Գնա կարկատանը շարունակի, Դերցակ Թելիկյան։ Այս սուտասան Դերցակիներն են ճանապարհում ու հաջորդը թագավորական պալատ են մտնում հիմարների թագավորության ամենաբամբասող Սուտը ճշմարտություն դարձնող լեզվանիկ տիկին Փառանձեմը ու տունքան թող ծաղիկը։ Հազար բարի, թագավորների թագավոր, արքայից արքա, արդարադատ, մեծ ընտեր Նազար։ Աղջի, բամեր գովելի, հսկա ջարդող, վագրին հեծող, թագավորին այդպես կգովեն։ Տատիկներ ջան, թագավորը ձեզ լսում է, ձեր ասելիքն ասեք։ Հա, ասեմ տեր, Բաղդադի քարավանը անցած տարի մեր թագավորության կողքով անցավ, ճիշտ է։ Ճիշտ է։ Ես ու Փառանձեմը գնացինք դրանց մոտ։ Աչքի ուլունք առնելու համար։ Հա, այդ վաճառականներից մեկը աչքի ուլունքի հետ միասին մի հատիկ դդմի սերմ տվեց։ Դե ես էլ ղափամա լավ եմ պատրաստում։ Ասինք ցանենք,
մեծանա, ղափամա եփենք։ Կարճ կապեք պարավներ։ Մի օր գնացինք դաշտ, որ տեսնենք դդումը հասել է։ Աշնան կողմերներ։ Մեկ էլ տեսնենք ինչ։ Ինչ։ Դդումը այնքան էր մեծացել, որ Արարատ սարը չէր երևում։ Բարձրությունը մի 5 մարդաբոյ կլիներ։ Հա։ Ես էլ այս վերջերս թագավորության տարածքով պտտվում էի, դարբնոցի մոտ շքախումբը կանգնեցրի, կառքից իջա, մեկ էլ տեսնեմ ինչ։ Ինչ։ 20 դարբին, ներսից, դրսից, մուրճերով, փուքսերով, մի մեծ պղանձե աման էին սարքում։ Լայնքն ու բարձրությունը մի 8 մարդաբոյ կլիներ։ Վայ, արքա, բա այդքան մեծ պղինձ կլինի որ։ Հա, այդ պղանձի մեջ պետք է ձեր ղափաման սարքենք։ Գնացեք, հավատում ենք, ղափաման որ պատրաստ լինի, մեզ չմոռանաք հրավիրեք։ Այս պարավներն էլ քորու, փոշման հեռանում են։ Շնչակտուր պալատ է մտնում մի աղքատ գյուղացի։ Էս ովա։ 1000 բարի ձերդ մեծություն։ Ջադա ով ես։ Ես Բատրակ Թորոսի թոր Սարգիսն եմ։ Հիշում ես, չէ, թագավորն ապրած կենա։ Դու ինձ մի կոտ ոսկե սպարք, եկել եմ տանեմ։ Իա, սուտ ես խոսում ապիկար, ես քեզ ոչ մի ոսկել պարկ չեմ։ Թե որ սուտ եմ խոսում, ուրեմն ես խաղ մրցույթը հաղթեցի։ Թագավորությանդ կեսը պիտի տաս ինձ, այդպես չի։ Ահա։ Հա, ճիշտ ես ասում, մոռացել էի։ Դե որ ճիշտ եմ ասում, ուրեմն մի կոտ ոսկից տվեք, գնամ, արդարադատ թագավոր։ Նազիր, վեզիր, Լսում ենք արքա։ հրամայում եմ, մի կոտ ոսկի բերեք, տվեք Բատրակ Թորոսի թորանը։ Լսում ենք տեր։ Վեզիր, ամենափոքր կոտ ամանով կբերես ոսկին։ Այ քեզ սուտասան, ուրեմն ես լինեմ Հիմարաստանի ամենախորամանկ թագավորը ու այս Բատրակի թորը գա ինձ հաղթի, էստեղ են ասում, գողը գողից գողացավ, տերը տեսավ զարմացավ, բա Հեքիաթն ավարտվեց, Բատրակն էլ հաղթեց, իսկ երկնքից 3 խնձոր ընկավ։ Մեկը պատմողներին, այս անգամ 2-ը պատմողներին։ Լավ, այս մեկն էլ լսողներին, ձեզ փոքրիկ հեռուստադիտողներ։ Երբ ձեր աչքերը փայլում են, ես հասկանում եմ, որ հեքիաթը ձեզ շատ դուր եկավ։ Այդպես է, ապրեք դուք։ Մեր ծուր թատրոնի սաներն էլ ձեզ շնորհավորում են, գալիք նոր տարին եւ սուրբ ծնունդը։ Թող 2024 թվականը լինի խաղաղության տարի։ Թող ամբողջ աշխարհում լսվեն փոքրիկների ծիծաղը, ուրախությունը։ Մենք կհանդիպենք 2024 թվականին, իմ փոքրիկ բարեկամներ, ձեզ հետ նորից կսկսենք նկարել աշխարհի բոլոր մուլտիպլիկացիոն հերոսներին։ Ժամանակն է հրաժեշտի, կհանդիպենք 2024 թվականին, իսկ հիմա հիշեցնեմ մեր հասցեն, որպեսզի դուք ուղարկեք ձեր ամանորյա նկարները Քերի մուլտիկնիկին։ Հիշում ենք մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հերոստանգերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, մեր ամանորյա հաղորդումները, տոնական համերգները, ներկայացումները կարող եք դիտել մուլտիկնիկ YouTube-յան էջում։ Դրա համար պետք է բաժանորդագրվեք։ Քերի ավարտում ենք։ Վերջ։ Քերուն ուղարկում ենք արձակուրդ։ Թող տոնական օրերը լավ նշի, բայց կարոտով հետ է գալու, որպեսզի ձեզ հետ միասին նորից նոր մուլտիպլիկացիոն հերոսներ ստեղծենք։ Շնորհավոր նոր տարի։ Բայ։ Բայ։ Մորացա գախարտական խոսքը։ Ալբուլդա։ Papa zip, papa zip, papa zip, papa zip, papa zip, papa
Baba zip,